Պարոն Ավինյան, մի փոքր ռեպլիկ էս նույն երևույթի համար, որ դրանից հետո դուք ուզում եք, որ ավականին լուրջ վերաբերվի կամ այտենց սիրում եք ասել կառուցողական ընդդիմություն։ Տիկին Հայկազյան, անկեղծ ձեզ մի բան ասեմ, այդ զարգացման ծրագիրը, որ գրել են, խայտառակություն էր դա կատարյալ։ Ու եթե այնտեղից copy-paste ա եղել, առնվազն մի քանի բան կարելի էր ճշտել։ Եթե խոսում եք աղբավայրից նոր, ու դուք նոր աղբի վերամշակման գործարանի մասին 0 բառ, ստեղ 0 բառ, դրանից հետո այս ծրագրին ոնց լուրջ վերաբերվեմ։ Ես որպես մանկավարժ 10 տարվա փորձ ունեցող, գիտական աստիճան ունեցող, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, չի կարող երկու օրվա մեջ այս բարդ, այս 250 էջանոց կազմված ձեր զեկույցի մարդին մարդ խոսա, կարծիք ասի, մի հատ է քննարկի։ Դուք սրանով, դուք չէ, Տիգրան Ավինյան, դուք սրանով արժե զրկում եք քաղաքապետարանին, դուք սրանով արժե զրկում եք ավականու ինստիտուտը, իդեմս ձեզ, մի նեղացեք, որ ասում ենք, իմի նոր աղբի վերամշակման գործարան, ինչի համար չեք պլանավորել։ Պարոն Մանուկյան, եթե մի փոքր ավելի ուշադիր հետևեիք մեր գործակարգավարականներին, կտեղեկանայիք, որ դեռևս դեկտեմբեր ամսվա վերջին հայտարարել ենք ներդրողի մրցույթ աղբի վերամշակման գործարանի հիմնման եւ մրցույթը մարտի 27-ին հայտերի ներկայացման վերջնաժամկետն է, ընդ որում աղբավայրի խնդիրը լուծելու երկու միաժամանակյա գործողություններ են այս պահին իրականացվում, մեկը ազգային մակարդակում, մյուսը համայնքի կողմից։ Ազգային մակարդակում դա 5 աղբավայրերի սանիտարական աղբավայրերի հիմնումն է Հայաստանում, որոնցից կենտրոնականը Երևանի եւ Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն աղբի վերամշակման գործարանի երկփուլ մրցույթի իրականացումն է, որը այս պահին ընթացքի մեջ է եւ սա նույնպես արտացոլված է այստեղ։ Արձագանք Ներողություն արտացոլված չի այստեղ մեկ, եթե երկրորդը ԿՊ-ի գործակարգավարական նիստերին հետևեմ, ուրեմն այսօր Աջափնյակի մետրոյով եմ եկել կամ Շենգավիթի հանգույցով, այն ֆենոմենալ հանգույցը, որ կառուցել եք, դրանով անցել եմ, Արշակունյացն Իսակովին ա կպել, Ճոպանուղով էլ մեկ-մեկ գնում բարձրանում եմ Մարաշ հետ եմ իջնում։ Այդ գործակարգավարական նիստի ժամանակ սուտ չլինի մի 40 անգամ Տիգրան Ավինյանին ստեի նստած պաշտոնյաները լուրջ դեմքով ծիծեռնակաբերդը ավարտին էին հասցնում։ Իմ երեսի այդքան չոր երեսության արդյունքում վերջապես այդ ճանապարհը գործարկվեց։ Ու այնքան տենց խնդիրներ կասեմ ձեր գործակարգավարական նիստի, սենց ծերից ծեր։ Խնդրում եմ, էլի, դուք այդ դաշտ մի մտեք։ Այդ արձագանք որպես այդպեսին։ Իսկ մնացածը ելույթով կանդրադառնամ։